Բարի օր։ Բարև։ Լավ ես։ Պարապում եմ էլի։ Ընտիր։ Ռինգում կերևա։ Դե հաջողություն եմ մաղթում։ Ինձ թե քեզ։ Լավագույնին։ Դե պապին բարևներ։ Կփոխանցեմ։ Քեզ լավ օր։ Այսօր ենք եկել։ Մի հատ մարդ պետք է տենամ ցավը տանեմ, բայց եթե շտապում ես կարող ես տանեմ նոր գամ։ Չէ, խնդիր չկա։ Սպասի ես գա։ Այս աղջկա հետ ես հանդիպման։ Հա, դու մի րոպե սպասի ես գալիս։ Ինչ կա, ինչ ա եղել։ Այնով է մեքենայի մեջ։ Ինձ հարազատ մարդ է, ինչի անում։ Ձեռ ես առնում, հետս եկել ես հանդիպման ուրիշ աղջկա հետ։ Իսկ ինքը գիտի, որ ընկերուհի ունես։ Սպասի, դու ես գնում։ Խնայ։ Ասա տենամ ինչ ես կանչել։ Կանչել էի, որ հասկանայի ինչ ես պատրաստվում անես։ Ասում ես գալու ենք ձեր տուն ձեռքդ խնդրելու, բայց գալիս ես մեր տուն աղբերներս հետ կռիվ ես սարքում։ Ով ասա ես գալու եմ ձեռդ խնդրելու։ Դու ինձ սեր ես խոստովանել, որից նաև հետևում այն, որ պիտի գայիք։ Ես ինչ մեղք ունեմ, որ դու սխալ հետևություններ ես արել, աղջիկ ջան։ Փաստորեն դու ինձ խաբել ես, հա։ Լավ, պետք է մի ծանրացրելի քել գործերով զբաղվի։ Քեզ թվում է դու կմարսես, հա, ինձ կօգտագործես, գացմունքներիս հետ կխաղաս, կծաղրես, հետո հետս հանդիպման կգաս ընկերուհուդ հետ, ու դրանից հետո հանգիստ կապրես։ Հա, հանգիստ կապրեմ ու քեզ էլ եմ խորհուրդ տալիս մի քիչ թեթև, հանգիստ ապրես էլի։ Ու ընդհանրապես ասեմ իմացի, որ աղբերներդ ինձ մի քիչ խելոք պահին, մեր հանդիպումները կարող է շարունակել։ Դու չես կարող հետս սենց վարվես, խոստանում եմ պատասխան ես տալու։ Լավ, ցուրտ է, արգինատուն սարես, կամ կարանք իջացնենք։ Աղբերներս բերանդ կջարդեն, որ իմանան հետս սենց ես վարվել։ Իմ ջերմագին ողջույնները աղբերներից։ Պատասխան ես տալու։ Քեզ ճիշտ չպահեցիր, թե իմ հանդեպ, թե այս աղջկան։ Ինչի համար ինձ օգտագործեցիր։ Բայց ով է քեզ օգտագործում։ Դու պատահական չէր իմ հետ ստեղ գալը։ Քեզ պետք էր, որ այս աղջիկը երկուսից միասին տեսնի ու մտածի ընկերուհի տամ։ Այլեմ ես ու մասս կարամ օգտագործեմ, բայց ոչ քեզ։ Բարև։ Լավ ես։ Պարապում եմ, բան ունենք խոսալու։ Ունենք։ Ես եկել եմ, որ ներողություն խնդրեմ ու շնորհակալություն հայտնեմ ամեն բանի համար։ Ոչ մեկի կարիքը կա, ոչ էլ մյուսի։ Լեո, դու ինձ շատ օգնեցիր, իսկ իմ ընտանիքի անդամները։ Լսի քո ընտանիքի անդամները, մասնավորապես աղբերդ։ Եթե շարունակեց ինձ տեղը չբերել, իր համար հաստատ լավ չի լինի։ Հիմա կարաս գնաս։
Բարի օր տղա ջան։ Լավ լուրով եմ եկել։ Հիմի կասես հերս խելքը գցել։ Գերեզմանատանը ինչ լավ լուր։ Կա, լավ լուր կա։ Մոսկվայից են զանգել։ Ոնց որ թե Մարկիս գտնում ենք։ Գնում եմ երեխուն տուն բերեմ։ Ցավոք, առանց քեզ։ Որտեղ էր գրված, որ ես իմ ուրախությունը պիտի սառը քարի հետ կիսեմ, պատմեմ ու երեխես չժուտա։ Ինչի ամենաթանկս տարար։ Ասում ես ներելա պետք, ում ներեմ։ Հավատս ում տան որ պահի, որ ամեն անգամ էստեղ գալու ճանապարհին չկորցնեմ։ Դե հսա, որդուս ինչու տարար։ Երևի հիմա երազում ես, որ Ռաֆոյի տեղը եսը տեղ լինեի, չէ բապ։ Ոնց ինձ քո կյանքից բոլոր հիշողություններիս ջնջեցիր, հա? Ոնց։ Ես արդեն վախենում եմ իմ անփութությունից։ Ինչի է ինձ թվում, որ իմ թիկունքում բաներ են կատարվում, որոնցից տեղյակ չլինելը ոչ թե ինձ հունից հանում, այլ ստիպում անել քայլեր, որոնք անդառնալի հետևանքներ են ունենալու։ Պապ, ես Պատահաբար բառը ոնց որ քո համար արդեն դրոշակ է սարքել։ Չէ, ուղղակի Դրսում ինձ է սպասում։ Իմ ընտանիքի շուրջ շատ մեծ պատեր կան։ Այդ պատերը ես անձամբ եմ սարքել, իմ ձեռքերով։ Ոչ ոք իրավունք չունի դրանք խախտի, առաջ անցնի, մանավանդ անհանգստացնելու ու վնասելու նպատակով։ Ես Լեային չեմ պատրաստվում վնասեմ։ Ես հələ գրիշից եմ սկսել։ Իմ երեխեքը իմ ամենամեծ հարստությունն են, ամենամեծ վախերը, ամենամեծ պատճառները, որ ես անկանխատեսելի դառնամ։ Անեմ քայլեր, որոնք անդառնալի հետևանքներ կարան ունենան, մարդուն հասցնեն մահվան։ Ինձ նայ, երբ որ հետդ եմ խոսում։ Հենց միտքդ սկսում է աշխատել, որ կարաս իմ ընտանիքի որևէ անդամի վրա ձեռք բարձրացնես։
մոտենաս, հեռվից նայես կամ նույնիսկ մտածես մեկի մասին։ Հիշի, որ կացնի նման գլխիդ վերևը կախված եմ։ Ինձ հունից չհանես, թե չվիզդ կկտրեմ։ Դու ոնց որ արդեն ուրիշ բաներ ես խոսում։ Կարիերայիդ վրա նենց խաչ կքաշեմ, որ կմնաս տանձիկին ու ռինգին կարոտ։ Ու այդ կլնի իմ գթա սրտությունը, որ մենակ կարիերայովդ բավարարվեցի։ Երևում է դու ինձ լավ չես ճանաչում։ Աստված չանի լավ ճանաչես։ Այդ մենակ քեզ է վնաս տալու։ Հասկացանք իրար։ Հասկացանք իրար։ Էլ չենք անդրադառնում այս թեմային։ Մի ժամա քեզ եմ ման գալիս։ Բարից նորից բացակ այս ստանալու։ Մեկ այն համար։ Տենց չի լինի, ինչ ա եղել, ուր էիր։ Հետո պուշը մտածում է ինձ կարա օգտագործի ու գցի մի կողմ։ Ով Գրիշը։ Ուղղակի չի պատկերացնում, է ինչերի եմ ընդունակ, լուրջ չի պատկերացնում։ Մանան սպասի։ Պապի, պատրաստ ես։ Ռաֆայից գերեզմանին մարդ էր եկել։ Խունկ կար ծխած։ Ով։ Չտեսա։ Դե երևի ընկերներից ինչ-որ մեկը կլինի։ Լավ ես հիմա գնամ լվացեմ ու դուրս գանք, հա, որտեղ ուշանում ենք։ Պապի, ասում եմ, որ գնանք Մոսկվա, մի անգամից հիվանդանոց ենք, չէ գնալու։ Պապի։ Ջան։ Ասում եմ, որ գնանք Մոսկվա, մի անգամից հիվանդանոց ենք գնալու։ Անպայման։ Լավ։ Զգում եմ, որ երախուս գտնելու ենք։ Աստված թա, պապի ջան։ Պապի տաքշոր վերցրել ես։ Վայ հա, էլի 1000 անգամ հարցրեցիք։ Դե արի գնացինք, հեսա տաքսին հասնում է։ Բա Լեոն չէր գալու մեզ ճանապարհեր։ Չէ դե Լեոն գալիս է ինչ անի, թող մնա պարապի։ Արի գնացինք։ Պապի։
Բարև ձեզ։ Հունանը տանն, հա։ Ինչ ես անում ստեղարա։ Հունան ջան։ Դուրը փակի չմսես։ Ես էլ կնոջդ հարցնում եմ, ասում եմ, ուր է Հունանը։ Զարմացած նայում է դեմքիս։ Այ մարդ ասում տենաս ինչի է զարմացած նայում դեմքիս ես կինդ։ Փաստորեն դու կանգնած ես հետևս, կինդ զարմացած նայում է դեմքիս։ Նախ քուրս է ոչ թե կինս։ Եվ երկրորդ ինչի ես հասել ստեղ, որ մի հատ էլ հարցեր ես տալիս։ Կարևոր հարցով եմ եկել։ Ինչ հարց։ Հունան դե ուրիշ ինչ հարցով պետք է գա։ Փող է պետք։ Երեխու բուժման հետ կապված փող է պետք։ Տվել եմ, ինչ ես ուզում։ Չի հերիքում։ Քեզ թե երեխուն։ Այդ անխիղճները թավեր են ուզում։ Հունամ դրանք հեչ մարդ չեն, թավերա որ կրակում են։ Չեն մտածում, չեն պատկերացնում հիվանդի տիրոջ վիճակը ոնց է։ Եթե չես մոռացել, աղբերս էլ չկա։ Ու բուժման հարցերը մենակ մնացել է իմ վզին։ Ես չեմ մոռացել։ Բայց դու ես տան տեղը մոռանում ես։ Հա, փաստորեն աղբորս թեմայով, բերանս փակելու պատասխանն ես, հա։ Թե չէ որ չփակեիր։ Ինչ պետք է անեիր։ Խոսայի։ Որ խոսայի շատ բան արդեն ուրիշ ձև կլիներ։ Ուրեմն ուշադիր լսեք, ես ինչ եմ ասում արա։ Դու ոնց որ ինձ լավ չես ճանաչում։ Ու աստվածչյանի ճանաչես։ Քեզ նորը կգցեմ, որ շունը ձեռիցդ հաշի վերցնի։ Կտրորեմ կանցնեմ, օրը մի տեղից կգտնեն քեզ արա։ Հասկացանք իրար։ Հասկացանք իրար։ Հեսա էլի, անարդար կյանք է, շնորհակալության փոխարեն էս։ Քեզ շնորհակալություն հայտնեմ։ Ինչքան էլ զզվելի լինես, ու ես զզվում քեզանից եռնա, բայց դե Հունանի տուն քո շնորհիվ մտա, կյանքում գոնե մի բանի համար օգտակար եղար։ Հետս ազնիվ չես։ Այդ լավ չի։ Ես խաբելու ոչ մի պատճառ չունեմ։ Բարև ձեզ։ Բարև Նարեկ ջան։ Ես ասացի կտանեմ, բայց ընկերուհիդ տեղը։ Հա, ուզում եք մի քիչ քայլենք։ Դե ուրեմն զգույշ կլինի։ Անպայման։ Անտրամադիր ես։ Նոր գրադարանից գիրք պետք է վերցնեմ։ Արի քայլենք, համ էլ քեզ շատ կարևոր բան եմ ասելու։ Արդեն վախենալու է։ Մինչև չծակվի չես հանգստանալու։
Տղիկը ասեցին, որ Հունանի հետ խոսակցություն ես ունեցել։ Պատկերացնում ես, ինքը ինձ ասում է չհասցնես այն կետին, որ գլուխդ կտրեմ։ Ցամել իմացա, որ մենակ Հունանը ստեղ չի եղել, Լեան էլ ստեղ եղել։ Լեոնը չի չեմ հասկանում, որ լավ էլ սիրարված ես Լեային։ Բարձից է բարձա։ Լեային էլ առիթ էր պետք գարկես տեսներ։ Ինձ Լեան չի հետաքրքրում։ Արդեն ինձ էլ, ուղղակի չեմ հասկանում քո քայլերի իմաստը։ Չգիտեի, որ հավանում եմ այդ աղջկան։ Եթե դու այդ աղջկան սիրահարված ես, ես կյանքում քայլ չեմ անի, Սարիկ։ Հետը նկարահանման գնալը քայլ չի։ Ինձ փող էր պետք ապեր։ Դրա համար էր հետը քաղաքից դուրս գնացել։ Սար Մոսկվայի տոմս պիտի առնեի պապի հենց համար, որ գնային Մոսկվա։ Ու այդ նկարահանմանը ես գնացել եմ նրա համար, որ այդ բրենդի շորերը հագնեմ, նկարվեմ ու հետ գամ, ուրիշ ոչ մի բան։ Լսի, դե դու պատկերացրու այդ փողը ինձ ինչքան էր պետք, որ ես նույնիսկ հրաժարվելուց հետո մի հատ եմ զանգել ու խնդրել եմ, որ նկարահանումը կայանա։ Դու էլ շատ լավ գիտես, որ իմ ընտանիքում վատ վիճակ է։ Ապեր։ Տանն եք դավը։ Չէ, սա հասնում ենք այրոպորտ։ Ոնց հասնում եք այրոպորտ։ Բա ասեցիք ուշ եք գնալու։ Լավ արեցի։ Դու պարապմունքներիդ նայի, հա։ Արա ձեր ես առնում։ Ինչ ա եղել։ Չգիտեմ ոնց ասեմ նար։ Նենց ոնց կա։ Մենք երբ ենք իրարից գաղտնիք ունեցել, կամ մտածել ոնց ասենք, որ իրար ճիշտ հասկանանք։ Նար, ես ինձ շատ մեղավոր եմ զգում քո առաջ։ Լեոյի հետ է կապված։ Նոր, ես ամեն ինչ փորձել եմ անեմ, որ ոչ մի ավելորդություն ինձ թույլ չտամ։ Ես ինձ հնարավորինս իրանից հեռու եմ պահել, բայց նոր ես սիրահարվել եմ Լեոյին։ Կներես ինձ խնդրում եմ։ Ես չգիտեմ այդ ոնց է ստացվել, ես ամեն կերպ փորձել եմ իրան իմ գլխից դուրս շպրտել, բայց չի ստացվում։ Ինչքան փորձել եմ իրանից հեռու մնամ, այնքան մեր ճանապարհները խաչվել են։ Գնում եմ տուն, պապան ասում է, որ ուզում է իրան միջազգային ռինգի մարզիկ դարձնի։ Գնում եմ աշխատանքի, տնօրենն ասում է, որ ուզում է իրան նկարի որպես մոդել։ Դուրս եմ գալիս, դիմացս է դուրս գալիս։ Նոր կներես ինձ։ Ես ինձ ահավոր վատ եմ զգում քո առաջ։
Լեա, գիտես քեզ ամենաշատը ինչի համար եմ շնորհակալ, որ իմ հետ այսքան անկեղծ ես։ Հետո էլ ասում ես դրա նման է ոնց կարելի է սիրահարվել։ Նորի ես ինձ փորձում էի համոզել, որ այդ պահի զգացողությունա, որ այդ ուղղակի իմ մտքերն են։ Լեա, ես միշտ էլ նկատել եմ, թե Լեոն քեզ ոնց է նայում։ Նենց ոնց ինձ երբեք չի նայել։ Ու ես միշտ էլ իր համար մնալու եմ Սարիկի քույր կարգավիճակում։ Այդ պարզից էլ պարզ է։ Ու ես մեր ընկերության մեջ ամենաշատը գնահատում եմ մեր ազնվությունն ու անկեղծությունը։ Ու ես քո հետ երբեք Լեոյի պատճառով չեմ կռվի։ Ուղղակի ուզում եմ, որ դու էլ Սարիկի հետ անկեղծ լինես ու ասես, որ իր նկատմամբ ոչ մի զգացմունք չունես։ Նախ Սարիկը կյանքում հստակ քայլ չի արել։ Հա, բայց դու գիտես, չէ, որ Սարիկը քո հանդեպ անտարբեր չի։ Հանան ոնց ես։ Դու իրոք սիրում ես այդ տղուն։ Մինչև այս պահը չէի հասկանում, հիմա առավել եւս։ Լավ, ես ինչ որ տղու պատճառով այս վիճակի հասնեմ։ Կլինի հետդ անկեղծ լինեմ։ Հա, ինձ դուր է գալիս իր հարուստ ու կայացած լինելը։ Էդ էիր, չէ՞ ուզում ասեիր։ Բայց այդ նորմալ է, լիլ չեմ ուզում ձեռքիցս բաց թողել։ Մանա նորմալ չի։ Իսկ այդ տղու ներսում ինչ կա։ Ինչով է սիրտդ լցնելու փողով։ Սենտիմենտալ հիմարություններ ես հիմա ասում։ Եթե կա փող, չկա տագնապ, չկա վախ, մենակ հանգստությունը։ Իսկ հանգստությունից սեր է ծնվում։ Սխալվում ես, մանան։ Այդ սերն է հանգստություն ծնում։ Ուրիշ տարբերակ չկա։ Դու ավելի լավ մտածես ինչն է այս կյանքում առաջնային ու նոր սկսես լացել։ Աստված մեզ հետ։ Գնանք Մարկին տուն բերենք։ Հա, պապի ջան։ Ես ինչ պատահական հանդիպում էր։ Բարև ձեզ։ Բարև տղա ջան։ Բարև ձեզ։ Մայրս է, Օլգան։ Շատ ուրախ եմ աղջիկ ջան։ Դավիթ պապն ու Դավիթն էլ Լեոյի պապիկն ու եղբայրն են։ Այն Լեոյի ում հետ պետք է կռվեմ։ Հա, ասեմ իմանաք, մենք ռինգից դուրս կրվարա ժողովուրդ չենք։ Սպասի, բա որ դու մեկնում ես, ոնց ես մրցումների մասնակցելու։ Ես դեռ այստեղ եմ մնալու։ Մայրս է մի քանի օրով գնում Մոսկվա։ Փաստորեն նույն չվերթով են գնում։ Այո։ Ափսոս, եթե ես էլ Մոսկվա գայի, ձեզ սիրով կհյուրընկալեի։ Ոչինչ, բաբա ջան։ Մի ուրիշ անգամ։ Համել մենք կարևոր նպատակով ենք գնում։ Մեկը չէինք հասցնելու ձեզ տեսնել։ Ժամանակ չկա։ Դե ինչ ասեմ, Աստված տա ձեր նպատակը իրականություն դառնա։ Աստված ձայնդ լսի։ Գնանք, պապ, Շուշանանք։ Գնանք Շուշանանք։ Որ տանը չեն, ոնց որ տունը մեռած լինի։ Մի բան ասա։ Ինչ ասեմ։ Խոսա հետս շփվի մանան։ Քանի Դավիթն ու պապին ստեղ էին, օրերով հետս չէիր շփվում։ Հիմա ներնես ընկել հիշել ես, որ կամ։ Ոնց որ ագրեսիվ ես, հա։ Հա, մի խոսա հետս։
Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Տուր Լեո մի հիմարացի։ Լեո տուր։ Լեո տուր ասում եմ։ Հանգստացի մի հատ։ Ներվերից մի խախտի, տուր։ Մանան հանգստացի։ Լեո տուր։ Մի րոպե հանգստացի ասում։ Թող։ Դու էլի դրա հետ հանդիպում ես, հա։ Լավ եմ արել, զզվելի մեկը։ Ինչ ես գիտդ մտցնում հեռախոսից մեջ ու նամակներս կարդում։ Ես քեզ կսպանեմ, մանան։ Հեռու մնացեք ինձնից։ Հերիք ա ինձ խորհուրդներ տակ, հերիք ա ինձ կյանք սովորացնեք։ Օրացրեք մի կպեք ինձ։ Օղ։ Օղ։ Բացի դուրը, մանան։ Բացի դուրը։ Մանան, ինչ ասում եմ, քո համար եմ ասում։ Ես չեմ ուզում այդ անասունը հանկարծ քեզ նեղացնի, կամ առհասարակ չեմ ուզում ինչ-որ մեկը քեզ նեղացնի, որովհետև սիրտս ցավում է։ Բացի ասում եմ։ Առաջին նեղացնողները դուք եք, բայց չի այդ ժամանակ սիրտը չի ցավում։ Մանան, բացի ասում եմ դուրը։ Գնա։ Չեմ ուզում երես տնտենամ։ Իմ ընտանիքի շուրջ շատ մեծ պատեր կան։ Այդ պատերը ես անձամբ եմ սարքել։ Իմ ձեռքերով։ Դե նայ, ընտանիքիդ պատերը ոնց եմ քանդում։